շատ վատ է, որ մինչև հիմա մենք էթիկայի հանձնաժողով չունենք։ Ես որոշել էի ասելիս հարցազրույց չտալ, բայց այնուամենայնիվ այդպես վերածեցիք փոքր ճեպազրույցի։ Կրկնում եմ, ընդհանուր առմամբ պետք է էթիկայի հանձնաժողով լինի ազգային ժողովում, հենց ամենաառաջի օրվանից մենք այդ գաղափարը ունեցել ենք, որը ընթացս կզբաղվի մշտական հանձնաժողովի տրամաբանության մեջ, բայց հիմա դա անել պարոն Քոչարյանի հետ կապված ձեր բերած օրինակով մենք այդ հարցը դեռ չենք քննարկել։ Ինչու, պարոն Սիմոնյան։ Չենք քննարկել։ Հարմար չի եղել, չենք քննարկել, ուրիշ։ Բայց օրակարգում կա քննարկելու եք, մենք ֆիքս ենք դա։ Դե քանի որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից նման հարց է բարձրացվել եւ լրագրողների կողմից էլ նաեւ կա, բնական է կքննարկենք։ Իսկ կներեք էլի ինչ ընթացակարգով է շարունակվելու։ Չգիտեմ, դուք ինձ բռնացրել եք միջանցքում, փորձում եք ինչ-որ հարցեր տալ, որոնց ես հիմա պատրաստ չեմ պատասխանելու, ասում եմ, այն ինչ որ ասեցի, գիտեի ասեցի արդեն։ Պարոն Սիմոնյան, քանի որ պատասխանում եք մի բան։ Քանի որ սա վերացեցիք, վաղը այնտեղ ավականու նիստն է, մասնակցելու է վերջո քաղաքացիական պայմանագրի ձեր ֆրակցիան նիստին, առաջադրվելու է Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետ։ Դրա մասին ընդեղի խմբակցությունը հայտարարություն կանի եւ իր որոշումը ձեզ կհայտնի։ Հա, եկեք բոլոր գաղտնիքները չբացենք։ Այսօր որոշումը կլինի ֆրակցիայի։ Ասում իրանք կհայտնեն, ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ եւ չեմ ուզում դրա հետ կապված հայտարարություն անեմ։ Իսկ ես այլ հարց եմ տալի, չէ՞ ոչ Գյումրիի հետ։ Ես այդ թեմայով ուրեմն իսկ ընդունելի կլինի իշխանության այնտեղի իշխող մեծամասնության համար, եթե ընդդիմադիր, օրինակ ակնկալում եք, որ հնարավոր ընդդիմադիր ձայներ տրվեն ձեր տեխնատուին, եթե առաջադրեք, օրինակ մտածեք։ Չհասկացա, այսինքն ընդդիմությունը քվեարկի։ Այնպիսի սցենար կամ քննարկումներ եղել են, Ես կարծում եմ, որ բոլոր ստանալ ընդդիմադիրների ձայները։ նման քննարկումներ չեն եղել, բայց ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ այն ուժը, որ ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի, իսկ այն մնացած տարբերակները ես չեմ կարծում, որ ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու եւ դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների, աշխատանքների, որովհետեւ այդ նմանատիպ ճակերտավոր 1 ժամյա, 1 գիշերվա կոալիցիան չեմ կարծում, որ կկարողանա ապահովի բնականon գործունեությունը, դա իմ կարծիքն է։ Իսկ աշխատանքը կառավարության հետ, եթե այնտեղ Վարդան կառավարության հետ լավ եմ աշխատում, չգիտեմ։ Որպես Ես ասել Վարդան Ղուկասյանի մասին ես իմ կարծիքը ասել եմ, իմ կարծիքը չի փոխվել։ Պետք է բանտում լիներ։ Ես իմ կարծիքը չեմ փոխում եւ կարծում եմ, որ իր տեղը ճիշտ տեղը բանտն էր։ Բոլորիս։ Նաեւ ես քաղաքական գործիչ եմ, ես որևիցե բան չեմ կարող անել։ Դե բոլորիս, որովհետեւ երևի ինչ որ պահի, ինչ որ տեղ ամեն ինչ չէ որ ճիշտ են կարել, բայց նաեւ կան հարուցված գործեր եւ կարծում եմ ինչ որ ժամանակի ընթացքում այդ գործերը իրենց հանգրվանին կհասնեն։ Այդ ոնց է ստացվում, որ մնացածի հետ կապը, չէ, չեմ կարծում, որ դրա մասին ես է որ պետք է հայտարարություններ անեմ։ Ես որ իմանայի ում են կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կանեի նախապես։ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունն եմ ուզում անդրադառնալ։ Ես այսպես ասած հատուկ ձեզ համար դուրս եմ գրել, ինչ են ձեզ ասել։ Ինձ ասել են, ես չեմ նայել։ Քաղաքացիական պայմանագրին։ Տես ասում է Հայաստանի կառավարիչների կողմից անտերության է մատնված Արցախահայությունը։ Այս տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայում է այս կապիտուլյանտ իշխանություններին։ Եվ պատկերավոր էլի հիշել է իր նախկին արտահայտությունը էշի հետ կապված, կներեք, իդե այսպես ասեմ, ես ձեզ չեմ ստիպել գնալ եւ նախրի միջից պատճել ամենաբարձր զռացող էշի ճակատը։ Դա կարծես թեւավոր խոսք դարձավ սրանց մասին։ Հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով շարունակել միտքս։ Ձեր համբուրած էշի մեր դռանը մի կապեք։ Եվ վերջինը 2018-ին իշխանազավթում է տեղի ունեցել, ըստ Սերժ Սարգսյանի։ Ես կարծում եմ տենց մտածելա, որ բավարար չի այդ բանավեճը իր եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ, թե ով է իշխանության բերել քաղաքացիական պայմանագիրը եւ միջի հիմա չի հասկացել, որ այսուհետ իշխանության բերում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կամ ինչ որ մեկը չէ, որ ինչ որ մեկին պետք է պատժի եւ դրանով իշխանության բերի եւ կարծում եմ դες փորձում է այդ բանավեճի մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ այսպես ասած միավորներ հավաքել դա իր
Դե գիտեք ինչ, ինքը որ մեր մասին վատ բան ասում, մեր վարկանիշը բարձրանում է։ Ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին հաջորդ ընտրություններին իր դեմքով արդեն հանդես գալ ընտրություններին, մասնակցել բանավեճի, հանրային հեռուստատեսության, որը նախատեսված է օրենքով, քարոզ արժավ անցկացնել, քաղաքական գործ չի, որը որ տենց հայտարարություններ է անում, ճիշտ տրամաբանությունը դա է։ Ինչ վերաբերում է այդ բառերին կապիտուլյանտը բան, ասենք մերժվածի կողմից մենք արդեն ասել ենք, նախ ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի ազնվորությունն է, երկրորդը կապիտուլյանտն է ինքը, որովհետև այն ամեն ինչ որ ինքը արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ որ իրանք արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ նես չի, չէ՞ որ մի գիշերվա մեջ այն ամեն ինչ որ 2020 թվականին տեղի ունեցավ։ Վերջի վերջո չենք մոռանում, որ 2018 թվականից այս կողմ միակ կառույցը, որի մեջ ոչ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ոչ որևիցե կտրուկ բաներ են եղել, դա պաշտպանության նախարարությունն է եղել։ Եվ ուստի դա խոսալուց տենց ամպագորգոր վիրավորանքներ հնչեցնելուց թող մի հատ հայլու մեջ ինքը իրան նայի, էլի, խնդրում եմ, ու մի հատ իր անցած ճանապարհը նայի ու ամաչի, որ Հայաստանի Հանրապետության մասին խոսելով, Հայաստանի Հանրապետության շահի մասին խոսելով իր մերձավոր շրջապատի, իր փեսեքի, իր մնացածի բարեկեցությունն է մեծացել, ոչ թե բանակի, որ ինքը 80-ականների զենքերով էր զինվում, բայց իրանք 2007 թվականի ջիպերով եւ դղյակներով էին ապրում։ Թող մի հատ դրա մասին խոսել, ամոթ է։ Ասում մենք խոսում է, շատ լավ է, թող խոսա, ասում, թող իր դեմքով մասնակցի ընտրություններին, ավելի մեծ լավություն մեզ առաջ չի։ Եթե իրենք մասնակցեն Չգիտեմ, ինչին ուզում է թող միանա, այս 5 տարիա, 6 տարիա հա միանում են, անընդհատ թող միանան։